Ամանորի գիշերվանից ճաղերի ետևում հայտնված Գևորգ Սաֆարյանի դեմ ցուցմունք տված ոստիկաններից մեկն այսօր կրկին դատարանում էր։ Պատճառը նախաքննական եւ դատավարական վկայությունների իրարամերժ հայտարարություններն էին։ Ոստիկանն այսօր էլ պնդեց, հստակ տեսել է Գևորգ Սաֆարյանը բռունցքով հարվածում է իր վերադաս մայոր Գեգամ Խաչատրյանին, ինչպես երբ, որ ձեռքով այլևս մտաբերել չի կարող։ Դատախազության ընթացքում վկաները գալիս են դատարան եւ փաստացին տալիս են մոտավորապես այսպիսի ցուցում։ Մենք տեսանք, որ Գևորգ Սաֆարյանը խփեց Գեգամ Խաչատրյանին, մնացածը ոչ մի բան չեն հիշում։ Ոչ հիշում են դրանց առաջ ինչ տեղի ունեցավ, ոչ հիշում են դրանց հետո ինչ տեղի ունեցավ։ Եվ մենք ամեն կերպ փորձում ենք բարձրաբանել վկաներից պատասխաններ ստանալ։ Լավ, ենթադրենք դուք ճիշտ եք ասում, ենթադրենք դուք ցուցում չեք տալիս։ Լավ, դրանից հետո ինչ է։ Պաշտպանական կողմի արձանագրած հաջորդ էական հակասությունը կրկին հարվածներին էր վերաբերվում։ Դատարանում վկան մի քանի անգամ հայտարարել էր, որ Ամանորի գիշերն Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանները քաղաքացիներին չեն հարվածել, մինչդեռ քննիչի մոտ հարցաքննության ժամանակ իր իսկ կողմից ոտքի ու բռունցքի հարվածների մասին էր պատմել։ Եթե ինչ-որ մեկը հասկացել է, շատ լավ է, բայց եթե չի հասկացել, հարկելի դատարան, եթե հնարավոր չի հասկանալ այս ցուցմունքը, այդ դեպքում ինչու է իմ հարցերը հանում, հարկելի դատարան, ուզում եմ պատճառը հասկանալ ինչու է վկան նույն դեպքի վերաբերյալ ակնհայտ հակասական ցուցմունքներ տալիս, ստում է, վկան ստում է, խնդրում եմ ասել ինչու է ֆուտ ցուցմունք տալի դատարանի։ Մեղադրող դատախազն այսօր պարբերաբար առարկում էր պաշտպանական կողմի հնչած հարցերին, ինչը փաստաբան Տիգրան Հայրապետյանը ոստիկանին ցուցմունքներն ուղղորդելու հնարք որակեց։ Կրկնակի հարցաքննությունից հետո ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանը հայտարարեց, փաստերի վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները վկայում են այն մասին, որ ոստիկանները միմյանց հետ համաձայնեցված ցուցմունքներ են գրել։ Այնպիսի տպավորություն է, որ վկայի հիշողության մեջ մենակ Գևորգ Սաֆարյանի ձեռքն է։ Ձեռքից են կողմ չի հիշում թե ինչա։ Ես դատավարության այս ընթացքում արդեն ֆիքսում եմ, որ վկաները տալիս են ակնհայտ սուտ եւ օրինված ցուցմունքներ, ինչով էլ պայմանավորված է իրենց այդ շակերտավոր չհիշել։ Մյուս ոստիկանների վկայությունները դատարանը կլսի հաջորդ դատական նիստին։ Պաշտպանական կողմը վստահ է, հակասությունների շարքը դրանից էլ ավելի կընդլայնվի։